Գառնիկ այդ լուսանջատի քնենք էլի։ Քունես չի տանում։ Չտեսի պես որ այդքան կոֆե չխմել կքներ։ Դու ես մեղավոր։ Ուտելու բան չէիր սարքել, ես էլ ստիպված այնքան կոֆե խմեցի, որ գոնե մի քիչ կշտանամ։ Գառնիկ, բայց ինչ ես սուտ խոսում։ Ձկով ու խնձորով պաշտետ էի սարքել, որ ուտեիր հիմա հանգիստ կքնեիր։ Այդ որ ուտեի, հավերժ կքնեի։ Էլի երազի մեջ քայլում Ազատը։ Բարև ձեզ։ Բարև։ Գառնիկ քո հետ չի, երազում ա խոսում։ Հաճելի է քուրիկ ջան, իմ անունն Ազատ է։ Կարամ քեզ պաչեմ։ Գառնիկ գնա հետևից իրան վնաս չտա։ Իսկ քնար ժամանակ էլա կյանքները սուտում։ Ազատ ուր ես գնում։ Գեղեցիկ օրիորդ, ես հրավիրում եմ ձեզ ռեստորան։ Ինչ լավ է դուք չեք մերժում իմ առաջարկը։ Այմա հանգիստ կքնեմ։ Բարի լույս երեխեք ջան, նորից ձեզ հետ ես եմ, անկրկնելի Մարին, դուրսը ուղղակի հիանալի եղանակ է, եկեք միասին դուրս գանք և զբոսնենք մեր սիրելի քաղաքում։ Ես հիմա գտնվում եմ Հանրապետական հրապարակում։ Այստեղ է գտնվում երգող շատրվանները, ուղղակի հիմա իրանք չեն երգում։ Երեք գիշերը շատ են երգել, ձենը կտրվել է։ Երեխեք, հիմա ես ցույց կտամ իմ պապայի ավտոն։ Լավն է, չէ երեխեք։ Աղջիկ ջան, մեքենայից եկող քաշվի։ Ես հիմա գտնվում եմ Կասկադում։ Տեսեք ինչ լավ արձան է։ Այս արձանը խորհրդանշում է, որ եղնիկներ իրար հետևից հոտ են քաշում։ Սա Հյուսիսային պողոտանը։ Այն վերևի տունը տեսնում եք երեխեք, այդ մեր կուրսի Արմինեի տուն թանգարանն է, որովհետև իրանց տունը շատ թանկ է։ Այսքանով մեր էքսկուրսիան ավարտվեց։ Այսօր այսքանը։ Պակա։ Ազատ դու կամաց ձեռից գնում ես։ Մարի։ Հա, պապ։ Չէ։ Ինչը չէ, ես քեզ բան ասեցի։ Նախորդ քեզ զգուշացնում եմ, այսօր ինչ մտքովդ անցավ ինձանից ուզես, քեզ ասում եմ չէ։ Էսի չես անում։ Ազգային ժողովի ընտրություններին եմ պատրաստվում։ Գժվել ես Ազատ, ուշացել ես։ Ազգային ժողովի ընտրությունները 2 ամիս առաջ եղան, պրծան։ Գիտեմ, պապ ջան, հաջորդ ընտրություններին եմ պատրաստվում։ Հələ 5 տարի դեմս ունեմ։ Շուտ եմ էլ սկսում իմ քարոզարշավը։ Նենց որ տղեդ, ձեր վարչական շրջանը ամենալավ թեկնածուն է։ Քեզանից ինչ թեկնածու, այդ ծաղրածու։ Ես միտինգ ես անում այ ընդդիմադիր։ Տունը սարքել ես նախընտրական շտաբ, հələ սաղ պլակատները հանի ռադար աստուց։ Ագրեսիվ ես ձյաց։
Բայց ինչ ես տկլոր նկարվել։ Ուզում եմ ժողովրդից ցույց տամ, որ ես իրենցից թաքցնելու բան չունեմ։ Ակը։ Էս ի՞նչ է։ Իմ կուսակցության անվան հապավումն է։ Ազատ Ազիզյանի անկախ, արդար, անկողնապահ, աշխատասեր, անուշ կուսակցություն։ Ազատ, այս ամեն ինչի մեջ գիտես ինչն է ամենացավալին։ Ինչ հատեց։ Որ դու կարող ես իրոք ընտրվես։ Պապ, ինձ 10,000 դրամ փող կտաս։ Ինչի համար։ Ընտրության օրը քեզ տամ, որ ինձ ընտրես։ Այս տանս մեջ ընտրակաշարք ես բաժանում արա։ Ռուզան, սոված եմ։ Սառնարանում տես ինչ կա կեր։ Ռուզան, սառնարանում մենակ դարակ կա։ Ուտեմ։ Այ մի հատ լավ նայի ոնց բան չկա։ Վայ չէ կներես։ Մի հատ էլ դարակ կա։ Ուրեմն երեխեքը սաղ կերել են։ Չկա, էսի ժարի տարա ուտեմ։ Տափակ։ Ես թուղթուգիր ես անում։ Չէ, քո պարտականություններն եմ գրում, թե ինչ պետք է անես։ Բայց ես թուղթուգիր չես անում։ Լսի ինչ պետք է անես։ Տան դիմացի խոտերը պետք է մաքրես։ Բաղնիքի կրանթը ջուր ա թողում, էդ կսարքես, լվացքը կանես, սենյակի դուռը կսարքես։ Մի րոպե։ Ինչ լվացք։ Ես քո գործերն ես արանքում ի վրա սխծնում։ Լավ։ Շարունակենք։ Աթոռի ոտը ջարդվել է, էդ կսարքես։ Մեր տանը ջարդած աթոռ չկա։ Հետո բաղնիքի լամպոչկեն կփոխես։ Մեկ էլ գնա դուռը բաց։ Ես ցուցակդ օնլայն թարմանում, հա։ Բարև ձեզ, ես Լուիսի տեսուշն եմ, հոսանքի վարձը ուշացնում եք։ Հալա մի շաբաթ ենք ուշացրել։ Մի շաբաթ չի, 2։ Լավ 2 շաբաթ։ 2 ամիս։ Եկել եմ ասեմ, եթե չվճարեք, ստիպված անջատելու եմ հոսանքը։ Լավ մի քիչ էլ համբերեք։ Մի քիչ ինչքան։ Գոնե մի 3 տարի։ Ձեր ես առնում այ ախպեր։ Լավ էլ տուն ունես, մի հատ էլ լացում ես։ Այս տունը ինձ պապս է կտակել։ Ասա կտակում էր, ես հոսանքի վարձն էլ հետը կտակեիր։ Ինձնից հասնում էր զգուշացնելը, մնացածը արդեն դու գիտես, հա։ Այս դուր փակելն էլ է փողով։ Արի քիչ կոմոց արա։ Սենց լավա։ Շատ։ Դու իմ փափուկ խմորն ես։ Բարև ձեզ։ Բարև Ռուզաննա։ Երանի քեզ, Գառնիկը ինձ կյանքում մասաժ չի արել։ Հեսա Իրինայից վերջացնեմ, անցնեմ քեզ։ Ալիք։ Բայց այսօր դժվար վերջացնեմ։ Ալիք, եկել էի խնդրեի, որ գաս մեր տան աթոռը սարքես, բայց ոնց տեսնում եմ Իրինային ես սարքում։ Գառնիկին ինչի չես ասում։ Ասում եմ, չի սարքում։ Դեր մարդ վարձի թող գան անեն։ Հիմա լիքը ծառայություններ կան։ Կգան, որակով ամեն ինչ կանեն ու կգնան։ Համարը կտաս։ Հեսա, գրի։ Մերսի Իրինա ջան, հեսա զանգեմ թող գան։ Ալո, բարև ձեզ։ Այս խեղճ աղջիկա բախնել չբերեց։
Ալիկիս նման ամուսին ունենար։ Ինչ ես կանգնել, շարունակի։ Այս կատարվածից հետո հազիվ կարողանամ ադենային ոտքի կանգնացնել։ Բարև ձեզ, ներս եկեք, հիմա ցույց կտամ ինչ պետք է սարքեք։ Բավրա ձեր գործիքները, մոռացել եք։ Լավ, ոչինչ, մենք տանը ունենք, եկեք գնանք խոհանոց, ընդեղից սկսենք։ Ազատ օկի էդ, Ինչի։ որ սենյակում չլնես մի քիչ դեմքիցդ հանգստանամ։ Չես ուզում պատգամավորի մանկլավիկ դառնաս։ Իսկ ինձ ինչ հոգու դրանից։ Խոսք եմ տալիս, սենյակդ կասֆալտապատ եմ։ Դժվել ես։ Ես որ ընտրվեցի, կարամ նենց անեմ, ձեր դպրոց մենակ դու կավի ճուպուրկի ներմուծես։ Դու ավելի լավ քեզ ուղեղ ներմուծի։ Իմ նախընտրական ծրագիրը տեսել ես։ Տատիկների թոշակները սարքելու եմ $5000, ուսուցիչների աշխատավարձը $6000, մինիմալ աշխատավարձն էլ $10000։ Էդ ոնց ես անելու։ Այդ մեկը հələ չեմ մտածել։ Ազատ, ես ամեն ինչ կանեմ, որ դու հանկարծ չընտրվես։ Ես էլ ժողովրդին ոտի կհանեմ։ Ժողովուրդը քո հետևից չի գա։ Որ նախընտրական ծրագիրը ստենան կգան։ Լավ։ Դե ուրեմն դու կմնաս տեղ ու ստեղից դուր չես գա։ Լևո բաց դուրը։ Չեմ բացի։ Ասեցի բաց։ Չեմ բացի։ Ավելի լավ։ Քաղ բանտարկել կդառնամ։ Ես արդեն տանն եմ, կարաք ինձ գզեք։ Ռուզան։ Կներեք, որ հարցնում եմ, բայց դուք ով եք, ապե։ Ասա, Էսով է Ռուզան, ինչի՞ է մեր տանաթորը ջարդում։ չի ջարդում, սարքում է։ Ռուզան, իսկ ով է այս պանդան։ Գործակալությունից է։ Կանչել եմ, որ մեր տան գործերը անի, դու ոչ մի բան չես անում։ Հաբա տենց ասա։ Մերսի ցավը տանը։ Հլը մի րոպե, սրան փող պտի տանք։ Հաբա ինչ պետք է անենք, կարող է գիտես պապս սա։ Իսկ ով է այդ փողը տալու։ Դու, Ռուզան, փող չկա։ փող չկա դու սարքի, Բայց ես պիտի ձերի սարքեմ։ որովհետև քո տունն է։ Գիտեմ, որ իմ տունն է, դրա համար երբ ուզեմ կսարքեմ։ Դու սուս մնա։ Ապեր գնաս տեղից, մեզ գործանող պետք չի։ Գարիկ, ինքը ոչ մի տեղ չի գնա։ Ապեր գնա հենց հիմա մեր տնից։ Ասեցի ինքը մնալու աստեղ։ Ինչ ուզում ես արա։ Մեկ ես փող չեմ տալու։ Բարև, պապ ջան։ Բարև։ Ես ինչի ես մի տեսակ, հեր ջան։ Հեչ։ Էլի մարդու կնիկ իրար միս եք ուտում։ Տենում եք չեք կարում յոլա գնաք բաժանվեք էլի։ Ձենը տայն մոծայք։ Ռուզան ասեցի փող չեմ տալու։ Գառնիկ, չես հավատա, բայց ասեց առանց փող ամեն ինչ կանեմ։ Լուրջ։ Հա, երևի տեսա, որ փողի համար կռվում ենք, սրտի վրա ազդեց։ Այս մեթոդը այսօր պետք է լույսի մարդու մոտ կիրառեինք։
Ռուզան։ Հիմա ինչ հանում ես Արիֆը։ Ափսենն է լվանում։ Բայց ո՞նց ես համոզել։ Չեմ համոզել։ Ասեցի լվա լվում է։ Այ ապրես։ Հիմա էլ գնա բաղնիքի ծորակը սարքի։ Ռուզան դու ֆաշիստ ես։ Ինչի։ Ես տղուն գեր ես վերցրել։ Գնա դուրը բաց։ Ոնց ասես Տիկին Հիտլեր։ Բարև ձեզ։ Բարև։ Կներեք, որ մի քիչ ուշացա։ Ինչից ուշացար։ Զանգել եք գործակալություն, որ գայի ձեր տան գործեր անել։ Ռուզան։ Այս տղեն ասում է, որ իրան կանչել ես, որ մեր տանը գործ անի։ Ես։ Զանգեցիք գործակալություն, ասեցիք եկեք մեր տուն գործ արեք։ Մարդը սամբաշար է։ Բայց դեպքում հիմա վերև ով է գործանում։ Բարև Մարի ջան։ Դու ով ես։ Վիլենը։ Վերջապես մենք հանդիպեցինք։ Վիլեն։ Հա, դիարի մոտս։ Բարև ձեզ։ Վիլեն դու հիմար ես։ Լեղաճակեղը։ Քիչ էր մնում սիրտս կանգներ։ Մարի մի հատ հանգստացի։ Մերսի պապա ջան։ Արա դու ինչ գործ ունես մեր տանը։ Դե եկել էի Մարիին տենայ, զոնքաչ մայրիկս դուրը բացեց, խառնվեց իրար ու մոռացա ասեմ ով եմ։ Այդ նորմալ է, մենք էլ որ իրան տենում ենք, խառնում ենք իրար։ Կներեք, ինձ էլի խնդրում եմ։ Ես քեզ չեմ ներում Վիլեն, հաջող։ Լավ էլի խնդրում եմ։ Վիլեն էլ մի լոճվի։ Սա ինձ են կողմելու լոճվի։ Կարաս գնաս, Վիլեն։ Ոչ մի գնալ։ Լիքը գործ կանել, ուր գնա։ Բայց ես Ոչ մի բայց։ օգնի էլի պապա ջան։ Վիլեն, ես տեղ անզոր եմ։ Վայ, այս լուսերը ինչի տարան։ Որովհետև փողը չեմ մուծել։ Ինչի չես մուծել գառնիկ։ Որովհետև փող չկա, Ռուզան։ Վայ, այս Վիլենը ինչ եղավ։ Վիլեն։ Վիլեն։ Ես գերիդ փախա Ֆրաու Գեբելս։ Վիլեն։ Քաղբանտարկյալի հուշեր։ Արդեն 6 ժամ է առանց հաց եւ ջուր բանտարկված եմ իմ քաղաքական համոզմունքների եւ հայացքների համար։ Մի քիչ առաջ ստահակները դիտմամբ լուսերն էլ կտրեցին։ Երևի ուզում են հոգեբանական ճնշում գործադրեն։ Էսի վեկալ կեր։ Իսկ ձեզ արից ոչինչ հարկավոր չի։ Կեցե անկախ ազատ հայրենիքը։ Կեցե անկախ ազատ հայրենիքը։ Կեցե անկախ ազատ հայրենիքը։ Արել որ ես միս չես դրել։